Անպարտելի քաչալը։ Լինում է չի լինում մի պարավ կնիկ։ Այս կնիկը ուներ մի թոռ, էն էլ քաչալ։ Անունն էլ մնում է քաչալ։ Պարավը այդ քաչալին տանում է մշակության տարիս։ Քաչալը թողնում ետ է գալիս։ Հորթարած են անում չի մնում։ Ինչ գործի դնում են թողնում փախչում է։ Պարավը մտածում է, գրողը տանի սրան, ինչ բանի տալիս ենք թողնում է փախչում։ Ախր վերջը սրա ճարը ոնց պիտի լինի։ Պիտի տանեմ մի 100 մանեթի ծախեմ, յոլա գնամ մինչև մեռնելս, էլ հնար չկա։ Քաչալի թևիցը բռնում է տանում շուկա։ Ով գալիս է այս քաչալի երեսին մտիկ տալիս, ասում է. «Էս պահելու բան չի»։ Էս երկրի սարերում 40 գող են լինում։ Գողերից մեկը մի օր գալիս է շուկա հաց առնելու։ Առևտուրը վերջացնում է, գալիս այդ պարավի մոտ կանգնում, ասում է. «Պարավ, էդ ինչ քաչալ է, ինչի ես բերել»։ «Էս իմ թոռն է», ասում է պարավը։ «Գրողի տարածին ինչ բանի դրեցի չմնաց, հիմի բերել եմ, որ ծախեմ»։ «Գին ինչ է, առնեմ տանեմ մեր ձիերը պահի»։ 100 մանեթ է, ասում է պարավը։ Գողը հանում է 100 մանեթ տալիս պարավին, քաչալին առնում։ Պարավն ասում է. «Գրողը տանի քեզ, դե գնա, հազիվ քո երեսիցը պրծա»։ Այդ գողը քաչալին ձիու առաջն է անում, ասում է. «Դե վազի, գնում ենք սարը»։ Տանում է սարը, գնում են իրենց թաքստոցը։ Ավազակապետը գողին ասում է. «Էդ ինչի ուշացար, սոված մեռանք է»։ 100 մանեթ տվեցի ես տղին առա, մի պարավից։ «Այ-հայ», ասում է ավազակապետը, «ափսոս 100 մանեթը, էսի ճանդուր քաչալ է, սրանից անպատճառ մեզ մի փորձանք կգա, վեր կալ կորցրու, երեսը չտեսնեմ»։ Գողն ասում է. «Մենք 40 ձիավոր ենք, ողջ երկիրը մեզանից վախում է, սա ինչ է, որ սրանից մեզ փորձանք գա, բերել են, որ մեր ձիանոցը կեր տա, ջուր տա, աղբը թափի»։ «Դու գիտես», ասում է ավազակապետը։ «Դե մտիկ տվեք, տեսեք սարի ճամփին Բազրգյանի քարվան է երևում, թե չէ»։ Գողերը նայում են, ասում. «Հրեն, արևելքի կողմից մի մեծ քարվան է գալիս»։ «Դե որ այդպես է, բոլորդ էլ ձի նստեք», ասում է ավազակապետը։ Ձիերը հեծնում են, քաչալին պատվիրում, ասում. «Քաչալ, էստեղ կմնաս, մինչև մենք մեր գործը վերջացնենք գանք»։ Գողերը ձորի միջով գնում են, որ քարավանի առաջը կտրեն։ Քաչալն էլ քարերի վրայով թռչկոտելով կարճ ճանապարհով հասնում է քարավանին, ասում. «Ձեր Բազրգյան բաշին ո՞րն է»։ «Հը, ինչ կա, քաչալ, ես եմ», ասում է քարավանապետը։ Քաչալն ասում է. «Հիմի 40 ձիավոր ձեզ վրա կտան։ Բեռներն էստեղ վեր ածեք, դուք ղրախ կանգնեք, մենակ ինձ մի թուր ու մի զրահ տվեք, մեկ էլ մի աբա տվեք, որ հագնեմ ինչ չճանաչեն»։ Տալիս են, բաճկոնը հագնում է, զրահը կապում, թուրն առնում ձեռը, ասում. «Եկել եմ ձեզ քոմակ, ինձ 100 մանեթ տվեք, ձեզ նրան ձեռքից նազատեմ»։ Քարավանապետը հանում է 100 մանեթ տալիս, քաչալը վերցնում, դնում է ծոցը, ասում. «Բոլորովին չվախենաք, պինդ կանգնեք»։ Այն 40 ձիավորը գալիս են, քարավանին հասնում, վրա տալիս։ Քաչալը դուրս է գալիս դրանց դեմ, որի ոտն է կոտրում, որի թևը, որի էլ ձին է վեր գցում։ 12 ժամ կռվում են, գողերը ոչ մի բան էլ չեն կարողանում տանել, ետ են փախչում գնում։ Ավազակապետն ասում է. «Էն կռվողը կասենաս մեր քաչալն ըլներ»։ Գողերը որ փախչում են, քաչալն ասում է. «Բազրգյան բաշի, էս քո թուրը, էս քո զրահը, էս էլ քո աբան, ձեզ բարի ճանապարհ, ես գնացի»։ Քաչալը գողերից առաջ հասնում է նրանց թաքստոցը, իրեն համար նստում։ Մեկ էլ տեսնում է, գողերն իրար ետևից եկան։ Ավազակապետը թուրը քաշում է, որ 10 բանի քաչալին։ «Շան որդի քաչալ», ասում է, «քեզ պես մի անդուր քաչալ էլ էնտեղ կար, վրա տվեց, մեզ չկարեցանք մի բան բերել»։ Մյուս գողերն ասում են. «Էս ինչ է սրա ձեռիսն ինչ կգա, որ ուզում է սպանել»։ «Անդուր է», ասում է ավազակապետը, «սրա երեսը տեսնողի գործը չի հաջողի»։ Գողերը ձիերը տալիս են քաչալին, տանում է թիմարում, դարման, գարի տալիս, կապում։ Ավազակապետն ասում է. «Տղեկ, ով պիտի գնա մեզ համար հաց բերի»։ Գողերից մեկն ասում է. «Բոլորս էլ վիրավոր ենք, շուկա գնանք կբռնվենք, քաչալի ղրկենք գնա մեզ համար հաց բերի»։ Ավազակապետն ասում է. «Քաչալ ջան, առ 10 մանեթ, էս րոպեին վազի հացառ բեր, սոված ենք»։ Քաչալը մի պարկ է վերցնում, վազում շուկա, 10 մանեթի հաց է առնում, ասում է գնամ իմ տատին էլ տենամ, մի երկու հաց էլ իրեն տամ, ուտի, մեղք է։ Հացը շարակում, գնում է տատի տուն, ասում. «Բարև տատի ջան, տատի հո սոված չես»։
Չէ, Քաչալ ջան, ասում է տատը, այն 100 մանեթից 2 մանեթ եմ խարժել։ Ար, տատի, 100 մանեթ էլ եմ բերել։ Էս էլ ջիր դրա վրա։ Տատն ասում է, գլխիդ մատաղ, Քաչալ ջան, բանը թո զոր չի, էդ որդիան բերիր։ Ասում է, տատի ջան, դարդ մի անիր, շատ կբերեմ, Քաչալի մերը չմեռնի, նրանք ինչ են, որ ինձ նեղություն տան։ Դե տատի ջան, ես վրազում եմ, գնացի, մնաս բարին։ Ասում է, տատը քեզ մատաղ, գնա։ Քաչալի երկու երեսն էլ պաչում է, ճանապարհ դնում։ Քաչալը քաղաքից դուրս է գալիս, մի քիչ գնում է, մութն ընկնում է, ճանապարհը կորցնում է, գնում ընկնում է գերեզմանները, մտնում է գերեզմանատուն, տեսնում է 10-12 դագաղ հանած, իրար կողքի շարած, մի պուճախում թաքնվում է սպասում։ Գիշերվա կեսին տեսնում է մի աժդահա մարդ եկավ, զենք ու զրահով, մեկ-մեկ դագաղները բաց արեց, նայեց, ասավ, «Էս մեկը տեր կունենա, կողջանա»։ Հետո ուզում է դուրս գա, գնա, Քաչալը մտածում է, «Էս էլ տղամարդկություն չէ, նա գա նայի գնա, ես էստեղ թաքնված մնամ»։ Վազում է ասում, «Ուր ես գնում»։ Դու Քաչալի անունը չես լսել։ Հասնում է դրան կոխ են բռնում, իրար քաշքշում թավալ են տալիս, մինչև լույսը բացվում է։ Էդ աժդահամարդը ուզում է փախչի, Քաչալը չի թողնում, հազիվ-հազ դուրս է պրծնում, Քաչալը ձեռը գցում, դրա մի մաշիկը խլում է։ Մաշիկը դնում է ծոցը, հասն էլ շալակում գնում է հասնում գողերին, մտնում թաքստոցը։ Ավազակապետն ասում է. «Անաստված Քաչալ, մեզ սոված կոտորեցիր, այսքան վաղտ ուր էիր կորել»։ «Աղա ջան», ասում է Քաչալը, «գնացի տեսա Բազրգյանները ձեր պատմությունն են անում, կանգնեցի ականջ դրեցի»։ «Բա գիշերը որտեղ էիր»։ Ասում են։ «Մնացի գերեզմանատանը», ասում է Քաչալը։ Ավազակապետն ասում է. «Այ խաբեբա Քաչալ, 100 ձիավոր սիրտ չի անի գիշերը այնտեղ մտնի, դու ոնց մտար»։ «Հիմի ձին նստիր, առ էս 10 մանեթը, գնա մեզ համար հաց հարբեր, էստեղից քոչենք գնանք, շուտ պիտի գաս, հա»։ Քաչալը ձին նստում, քշում է, կրակի պես գալիս է դեպի քաղաք, գալիս է իրենց տուն, ձեն է տալիս, «Տատի, տատի»։ Տատը դուրս է գալիս, ասում, «Ինչ է, Քաչալ ջան»։ Ասում է, «Տատի ջան, տանը կաց, տեղ չգնաս, էս մաշիկը տանեմ ծախեմ, փողը բերեմ քեզ տամ, ես գնամ»։ «Վայ, Քաչալ ջան, էդ ինչ լավն է, երանի թե ջուխ տլներ հագնեի», ասում է տատը։ «Տատի, սա կծախեմ, քեզ համար ջուխտ մաշիկ կառնեմ, դարդ մի անի», ասում է Քաչալը։ Քաչալը գնում է, փռեցածն առնում, գցում ձիու վրա, հետո գնում է մի վաճառականի մոտ, մաշիկը ցույց տալիս, ասում. «Էս մաշիկը չես առնի»։ Վաճառականը վերցնում, նայում է, մտքում ասում. «Կարժենա 10,000 մանեթ», հետո ասում է. «Քաչալ, էս մաշիկը քեզ որտեղից»։ «Քո ինչ գործն է որտեղից», բարկանում է Քաչալը։ «Առնում ես փողը տուր, չես առնում իմ մաշիկը տուր գնամ»։ Վաճառականն ասում է. «Իմ հոր խազնեն կտրել են, էս մաշիկը միջին էր, հրես գողացածը գտա»։ «Սուտ ես ասում», գոռում է Քաչալը։ «Իմ մաշիկը տուր», վրա է հասնում, օձիքը բռնում։ Վաճառականն ու Քաչալը իրար տալիս են, քաշքշում, այդպես կռվելով գնում են թագավորի մոտ։ Վաճառականն ասում է. «Թագավորն ապրած կենա, իմ հոր խազնեն կտրել են, հրես գողացածը գտել եմ»։ Քաչալն ասում է. «Սուտ է ասում, դրա մաշիկը չի»։ Թագավորը մաշիկն առնում է, լավ մտիկ տալիս, ասում. «Իմ խազնեն սրա կես գինը չի հանի»։ Հետո դառնում է վաճառականին, ասում. «Սրա թայը կա, թե հենց էս է»։ Վաճառականն ասում է. «Թայ չունի, հենց էս է որ կա»։ «Քաչալ», ասում է թագավորը, «դու ինչ կասես, ունի թե չէ»։ Ասում է. «Թայ ունի, թագավորն ապրած կենա, կգնամ թայն էլ կբերեմ»։ Թագավորն ասում է. «Դե թայը բերեցիր»։ Վաճառականը սուտ է ասում, թե չբերեցիր, դու ես սուտ ասում։ Քաչալն ասում է. «Բերեք պայման դնենք»։ Վաճառականն ասում է. «Ես ինչքան ապրանք ունեմ, բոլորը գրավ կդնեմ էստեղ»։ Քաչալն էլ ասում է. «Ես բան չունեմ, 40 աղբեր ունեմ, բերել տվեք, բռնեցեք, թե մաշիկի թայը բերեցի, դրա ապրանքն ինձ, թե չբերեցի, իմ 40 աղբերն էլ ձեզ ղուրբան, կախեցեք»։ Թագավորն ասում է. «Պայմանին համաձայն եմ, Քաչալ, դե գնա աղբորտանցդ կանչի գան»։ Թագավորն ապրած կենա, ասում է Քաչալը, «Իմ խոսքով չեն գա, 1000 ձիավոր տուր, գնամ բերեմ»։ Թագավորը 1000 ձիավոր է հանում, տալիս Քաչալին։ Քաչալը ձիավորներին տանում է, մտնում են ձորը։ Ավազակապետը մտիկ է տալիս. «Ջանմ, էս Քաչալը ինչի չեկավ»։ Էդ ասելուն պես տեսնում է, ձորը բռնած զորք է գալիս։
Ասում է վեր կացեք, Քաչալը մեր տունը քանդեց, այնքան զորք է բերում, թիվ ու հաշիվ չկա, վեր կացեք, ձիերը նստենք փախչենք։ Զորքը գալիս, թաքսոցի 4 բոլորը բռնում է, ոչ մեկն էլ չի կարողանում փախչի։ Զորապետն ասում է. ձեզ ոչ ոք վնաս չի տալու, թագավորը կանչում է։ Ավազակապետն ասում է. էս բան էր, որ դու արիր, Քաչալ։ Քաչալը մաշիկը ծոցից հանում է, ասում. աղա ջան, դարդ մի անի, էս մաշիկի տեղ ձեզ գրավ եմ դնում, թե գնացի սրաթայը գտա բերեցի, կպրծնեք, թե չգտա, ձեզ պիտի կախեն։ Ավազակապետն են գողին ասում է. քո գլուխը ուտի քո բերած Քաչալը, այն տեղը գցեց մեզ, որ էլ պրծում չկա։ Քաչալը զորքի հետ 40 գողին էլ բերում կանգնեցնում է թագավորի առաջ, ասում. թագավորն ապրասկենա, սրանք են իմ աղբերտինքը։ Թագավորն ասում է. վճիռը գիտեք ինչ է, թե Քաչալը մաշիկի թայը բերեց, վաճառականի ապրանքը կառնեմ, կտամ ձեզ, որ չբերես 40-իդ էլ պիտի կախեմ։ Բերում են 40-ի ոտք ու ձեռը կապում, գցում բռնատունը։ Քաչալը ճամփայի է ընկնում, գնում գերեզմանատուն, 10 օր մնում է այստեղ, գիշեր ցերեկ աչքի ածում, հսկում, այն աժդահա մարդուն չի գտնում, ցերեկները մարդիկ իրենց մեռելները բերում թաղում էին գնում, Քաչալին էլ հարցնում են. այ քո տունը չքանդվի, Քաչալ, գիշեր ցերեկ ինչի ես այստեղ բանդելել մնացել։ Քաչալը հուսահատ ետ է գալիս քաղաք, ասում է. գնամ ուրիշ քաղաք, մաշիկի թայը այստեղ չեղավ։ Գալիս է 40 աղբորտանցը տեսնում, ավազակապետն ասում է. Քաչալ ջան, մեր 40 ձին էլ քեզ, 40 զենք ու զրահն էլ քեզ, մենակ թե մեզ այստեղից ազատիր։ Ինչ եք դարդանում, ասում է Քաչալը, 10 օր է անցկացել, 30 օր դեռ ժամանակ կա։ Քաչալը վեր է կենում, գնում ուրիշ քաղաք, գնում է այս քաղաքի գերեզմանոցը մտնում, գիշերը աչքի ածում դես ու դեն, բան չի նկատում։ Մի քիչ էլ որ մնում է, տեսնում է հերես այն աժդահա մարդու պես մի մարդ էլ եկավ, գերեզմանակարը շուռ տվեց, հողը ետ տվեց, դագաղը հանեց, բացեց, ձեռքի մի ճիպոտ կար, այդ ճիպոտով մեռելին տվեց, մեռելը ողջացավ, նստեց այդ մեռելի հետ զրույց արեց, մի ճիպոտ էլ տվեց, էլի մեռավ, հողը տվեց վրան, քարը ծածկեց, որ գնար, Քաչալը վեր է կենում վազում, այդ մարդուն բռնում, ասում. Այդ ո՞նց է դու Քաչալի անունը չես լսել։ Հաստում են իրար, քաշքշում, ջարդում իրար։ Այդ մարդն ուզում է փախչի, Քաչալը չի թողնում, ձեռքը գցում է ոտին, տեսնում է մաշիկ չկա ոտին, ճիպոտն է բռնում, 2-3 ժամ քաշքշում են, սա քաշում է դես, նա քաշում է դեն, լույսը որ բացվում է, այդ մարդը ճիպոտը թողնում է Քաչալի ձեռին, փախչում։ Առավոտը Քաչալը մտնում է քաղաք, տեսնում է քաղաքի մեծ ու փոքր սև հագած սգի մեջ են։ Հարցնում է ինչ է պատահել, ինչի բոլորը սև են հագել։ Ասում են, այս 3 օր է թագավորի տղեն մեռել է։ Քաչալը հարցնում է, ես որ թագավորի տղին կենդանացնեմ, իմ ուզածը կտա։ Ասում են, ինչ ուզես կտա։ Լուր են տալիս թագավորին, ասում. մի Քաչալ է եկել, ասում է, ես կարող եմ թագավորի տղին կենդանացնել։ Թագավորն ասում է, որտեղ է լինի, գտեք բերեք այդ տղին։ Քաչալին գտնում են, տանում թագավորի մոտ։ Քաչալը 7 անգամ գլուխ է տալիս, կանգնում թագավորի առաջ։ Թագավորն ասում է. այ տղա, 3 օր է իմ տղեն մեռել է, կարող ես կենդանացնել։ Թագավորն ապրած կենա, կարող եմ։ Դե գնա, ասում է թագավորը, ինչ ուզես կտամ։ Վեր են կենում, թագավորը, նազիր վեզիրը ու մյուս պալատականները գնում գերեզմանները, Քաչալն էլ հետները։ Գնում են, գերեզմանի քարը շուռ տալիս, հողն էլ ետ տալիս, դագաղը բացում։ Քաչալը ճիպոտով տալիս է թագավորի տղան վեր է կենում, նստում։ Վերցնում են ուրախությամբ դափ ու զուռնով բերում պալատ։ Թագավորն ասում է. դե Քաչալ ջան, ասա ինչ որ սիրտդ ուզում է, պիտի տամ։ Քաչալը մաշիկը հանում է, դնում թագավորի առաջ, ասում է. սրա թայն եմ ուզում։ Թագավորը վերցնում, մտիկ է տալիս, ասում. կարժենա 3 միլիոն։ Ասում է. որդի, դրա թայը չունեմ, տարեք Քաչալի քաշով 1 ոսկի տվեք։ Ասում է. թագավորն ապրած կենա, ուրիշ բան չեմ ուզում, ես մենակ մաշիկի թայն եմ ման գալիս, դե որ չկա, ես գնում եմ։ Քաչալը ճանապարհ է ընկնում, գնում ուրիշ քաղաք։ Այստեղ է տեսնում է մեծից փոքրը լաց են լինում։ Հարցնում է. ինչի եք լաց լինում։ Ասում են. տեսնում ես են գյամին, մեջը լցրած ցորենն ու ալյուր է, ծովի մեջ կանգնած է, առաջ չի գալիս։ Պետք է ցորենն ու ալյուրը հանենք, հաց թխենք, որ ուտենք, թե չէ այսպես սոված կոտորվում ենք։ Քաչալն ասում է. ես որ գնամ գյամին բերեմ, իմ ուզածը կտաք։ Ասում են. ինչ ուզես կտանք։
Քաչալի վերցնում, նամակով մոտենում են նավին։ Քաչալը մի դաշույն է վերցնում, սկում ջրի տակը, տեսնում է մի մեծ վիշապ նավի 4 բոլորը կտրել է, գլուխը դրել է պոչի վրա։ Նավը տեղից չի կարենում շարժվել։ Քաչալի մերը չմեռնի, ձեռը գցում է, վիշապի դնչի վրա մի օղ կար, այդ օղը բռնում է, խանչալով փորին տալիս, օղը պոկ է գալիս, մնում քաչալի ձեռին։ Վիշապը փախչում է, նավը տեղից շարժվում է, գալիս են ափ։ Ամբողջ քաղաքը հավաքվում է, ուրախանում են։ Քաչալին թռցնում են օդը, ասում. «Կեցցե մեր քաչալը»։ Քաչալին վերցնում տանում են թագավորի մոտ, ասում. «Թագավորն ապրած կենա, սա չլիներ, մեր ժողովուրդը սովից կկոտորվեր»։ Գնաց մտավ գյամու տակը, պոկեց, բերեց։ Թագավորն ասում է. «Քաչալ ջան, ասա տենամ ինչ ես ուզում»։ Քաչալը մաշիկը ծոցից հանում է, ասում. «Սրա թայն եմ ուզում»։ Ասում է. «Դրա թայը չունեմ, ինչքան ոսկի ուզում ես քեզ փեշքեշ, առ տար»։ Քաչալն ասում է. «Որ չունես գնամ»։ Թագավորն ասում է. «Դե որ դրա թայը չես գտնում, ինչ պիտի անես, էդ էլ տուր ինձ, ինչքան փող ուզես կտամ»։ «Ինչ ես ասում», նեղանում է քաչալը, 40 աղբորս էս մաշիկի խաթեր գրավ եմ դրել, անկարելի բան է, սրա թայը որ չգտնեմ, 40 աղբորս էլ կկախեն։ Քաչալը դրանց թողնում է, ճանապարհ ընկնում ուրիշ քաղաք, գնում է մի բարակ ճամփով, ձորի միջով, շատ է գնում, թե քիչ ինքը գիտի, դուրս է գալիս մի ծովի ափ, գույն ծաղիկներով, մեծ ծառերով, զանգակ աղբյուրներով, ամեն տեսակ թռչուն ու կենդանի իրենց համար ման էին գալիս, տեսնողի խելքը գնում էր։ Քաչալը նստում է այստեղ, մի 2 ժամ հանգստանում։ Մին էլ տեսնում է հրես 3 աղունիկ եկան, իրենց շղարշե մորթը հանեցին, դառան 3 սիրուն աղջիկ, այնքան սիրուն, որ չուտես չխմես, դրանց թամաշա անես։ Քաչալն ինքն իրեն ասում է. «Քաչալի մերը չմեռնի, մինչև դրանց չբռնեմ չեմ հանգստանա», ասում է ու վազում դրանց կողմը։ Մինչև քաչալը կհասներ, աղունիկները հագնում են իրենց մորթը ու թռչում գնում։ Քաչալը գալիս է ծովի ափը, մտածում է. «Էս ոնց պատահեց, որ սրանք իմ ձեռից պրծան, իսկի է սենց բան չէր ելել»։ Այսպես մտածմունքի մեջ աչքի ածում տեսնում է ծովի միջից մի բարալիկ ծուխ է դուրս գալիս։ Քաչալը սկում է ջրի տակ ու դեպի է ծուխը գնում։ Գնում, տեսնում է ծովի տակ մի մեծ պալատ։ Մտնում է մի սենյակ, տեսնում է 4 պատը հայելի, 3 սեղան սարքած, 3-ի վրա էլ աղունիկը եփած, փլավի վրա դրած։ Քաչալը մոտենում է սեղաններին, մի կտոր աղունիկի մսից ուտում է, փլավն էլ հետը, մի թաս էլ գինի է խմում, մտնում է մյուս սենյակը, տեսնում է, ըհը, հրես իրեն գտած մաշիկից 3 ջուղթ, մի հատ է սեղանին դրած։ Մի հատը վերցնում է ծոցն է դնում, մյուսներին ձեռ չի տալիս։ Հիմիման է գալիս, որ հնար գտնի դուրս գա, չի կարենում, ուր գնում է փակված են դռները։ Ճարահատ քաշվում է մի պուճախում թաքնվում։ Մեկ էլ տեսնում է 3 աղունիկ ֆռռալով եկան, այդ փակ դռները բացվում են, աղունիկները սենյակի մեջտեղը իջնում են, իրենց մորթը հանում, դառնում 3 աղջիկ։ Ինչ աղջիկ, աշխարհում դրանց նմանը չկար։ Ամեն մեկը նստում է մի սեղանի առաջ, ասում են. «Վաղուց իրար չենք տեսել, նստենք մի լավ քեֆ անենք»։ Մեծ աղջիկն ասում է. «Այ քույրեր, սպասեք, մի զարմանալի բան պատմեմ, հետո քեֆ կանենք»։ Ես գնում էի գերեզմանատուն, մեռելներին հանում, նայում, ուրախանում էի։ Մի օր էլ գնացել նայել, պրծել էի, ուզում էի դուրս գալ, մի անդուր քաչալ պատահեց։ Էնքան իրար տվեցինք, մինչև որ լույսը բացվեց։ Հազիվ փախա, մաշիկիս թայը մնաց նրա ձեռին։ Ինձ հարամ ձեռք է դիպել, իհարկե իմ բաժին փլավիցն էլ կուտեն, աղունիկիցն էլ։ Մյուս աղջիկն ասում է. «Սպասեք իմն էլ ասեմ։ Ես թագավորի տղի հետ սեր էի արել, մեռավ։ Տարան թաղեցի։ Գիշերը գնում, ճիպոտով տալիս կենդանացնում էի, մինչև լիս հետը զրուցում, նորից մեռցնում, դնում գերեզմանը գալիս։ Մի գիշեր էլ ուզում էի թողնեմ գնամ, մի քաչալ եկավ, ասավ. «Քաչալի մերը չմեռնի, դու ուր ես գնում»։ Բռնեցինք իրար, կռվեցինք մինչև լույս, ճիպոտը խլեց ձեռքիցս, թողնեցի փախա։ Ինձ էլ հարամ ձեռք է դիպել, իհարկե իմ փլավից էլ կուտեն, իմ աղունիկից էլ»։ Փոքր քույրն ասում է. «Թողեք ես էլ իմն ասեմ։ Ես էլ մի վիշապ էի դառել, թագավորի գյամու 4 բոլորը կտրել, ծովի մեջ կանգնեցրել էի։ Մի քաչալ եկավ, ձեռը գցեց դնչիս, օղը բռնեց, փորից տվեց, օղը պոկ եկավ, մնաց ձեռքին։ Ես հազիվ փախա, ազատվեցի։ Ինձ էլ հարամ ձեռք է դիպել, իհարկե իմ փլավիցն էլ կուտեն, աղունիկիցն էլ»։ Այդ մարդն այստեղ լիներ, իրա մուրազը կկատարեինք, ասում են քույրերը։ Մեծ քույրն ասում է.
Օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարա գա այստեղ, նա ոնց կարա գա։ Մյուս քույրն ասում է, որ մարդ չի կարա գա, բա այս փլավից աղունիկից ով է կերել։ Ուտողը կտրիչ է, թող գա այստեղ կանգնի, ասում են քույրերը։ Քաչալը դուրս է գալիս ասում. Քաչալի մերը չմեռնի, ես եմ կերել։ Ուտելը հավատացինք, դե հիմի մեր նշանները բեր տեսնենք, ասում են քույրերը։ Նշաններդ ինչ է, հարցնում է Քաչալը։ Մի հատ մաշիկ է, մի հատ ճիպոտ, մի հատ էլ դնչիող, ասում են քույրերը։ Քաչալը հանում է, 3 նշան էլ դնում մեջտեղ։ Աղջիկները հավատում են, վերցնում են Քաչալին տանում անմահական աղբրի ջրով լողացնում, գլխին մազ է գալիս, սիրունանում դառնում է հրեղեն։ Դու մերն ես, մենք քոնը, ասում են քույրերը։ Աղջիկերք, ասում է Քաչալը, 40 աղբորս գրավ եմ դրել, 40 օր էլ լրացել է, պիտի կախեն, այդ մաշիկի թայը պիտի տանեմ, որ ազատեմ նրանց։ Նոր այստեղ աղջիկերքը իրենց մորթը հագնում են, դառնում են աղունիկ, Քաչալին դնում են իրենց թևերին, ծովից հանում, բերում իրեն տատի դռանը կանգնեցնում։ Քաչալն ասում է. Տատի, ինչպես ես, ինչ լուր կա։ Տատն ասում է. Արևիդ մեռնեմ, Քաչալ ջան, այդ որտեղ էիր։ Գալիս են ինձ ասում, թորդ 40 բռնավոր է գրավ դրել, այս 2 օրը պիտի կախեն։ Քաչալը վեր է կենում, գնում ուղիղ թագավորի մոտ, 7 անգամ գլուխ է տալիս կանգնում։ Թագավորն ասում է. Հա, որդի, մաշիկը բերել ես։ Ասում է. Թագավորն ապրած գնա, բերել եմ։ Դե հանիր տեսնեմ, ասում է թագավորը։ Քաչալը սփռոցը բացում է, ասում. Թագավորն ապրած կենա, այս մի ջուխտը քո կնկանը փեշքեշ, այս մի ջուխտը հարսիդ փեշքեշ, մի ջուխտն էլ աղջկանդ, այս են գտած մաշիկը, այս էլ նրա թայը։ Թագավորը մնացել էր սառած, զարմացած։ Հրամայում է, այն վաճառականին կանչում են բերում։ Մաշիկի մի հատը դնում է սեղանի տակ, մյուսը սեղանի վրա ասում է. Բազրգյան, այս քո մաշիկը, թայը չեն բերել, վերցրու քո մաշիկը գնա։ Վաճառականն ասում է. Թագավորն ապրած կենա, ախր պայման ենք կապել, որ չբերեն 40 մարդուն էլ պիտի կախենք։ Բա որ մաշիկի թայը բերեր, հարցնում է թագավորը, որ մաշիկի թայը բերեր, իմ ապրանքը պիտի տայիր դրան։ Թագավորը սեղանի տակից հանում է մաշիկը, դնում մյուսի կողքին։ Վաճառականը, որ ես տեսնում է, ձենը կտրում է, էլ չի կարենում խոսել։ Թագավորը հրամայում է, տեղն ու տեղը վաճառականին կախում են, ունեցվածն են տալիս են Քաչալին։ Գնում են, այս 40 գողերին էլ ազատում։ Թագավորը նրանց էլ պալատում պաշտոն է տալիս, Քաչալին էլ կարգում բոլորի գլխավորը։ Պալատի ամեն իրավունքը տալիս է նրան։ Քաչալը գնում է տատին բերում պալատ։ Ուրախ, բախտավոր ապրում են։ Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։